Մեր հաջորդ մրցանակակիրը Մերի Շաբոյանն է, խոսքի զարգացման և հաղորդակցության աջակցություն լոգոպեդիայի ոլորտում բացառիկ նվիրումի և պրոֆեսիոնալիզմի համար է պարգևատրվում։ Լարիսա Սարգսյան, համայնքային կառավարման բացառիկ և պրոֆեսիոնալ առաջնորդ, համայնքային կառավարման ոլորտում բացառիկ ներդրման համար։ Մարինե Գևորգյան, նուտրիցիոլոգիայի ոլորտի առաջատար, սննդաբանական գիտելիքների և առողջ ապրելակերպի տարածման համար։ Արտաշես Քարյան, դիզայնի և վեկտորալ մտածողության նոր խոսք, դիզայնի ոլորտում նորարարության և պրոֆեսիոնալիզմի համար։ Մարի Պետրոսյան, բուժքույրական գործի նվիրյալ, բուժքույրական ոլորտում պրոֆեսիոնալիզմի և հոգատարության համար։ Անուշ Սարգսյան, հաշվապահական պատասխանատվության բարձր չափանիշ, ֆինանսական ոլորտում պրոֆեսիոնալիզմի համար։ Անժելա Խաչատրյան, մտքի և խոսքի հրապարակային ազդեցություն, հրապարակախոսության և գրական գործունեության ոլորտում բացառիկ ներդրման համար։ Բարի երեկո բոլորին, շնորհավորում եմ բոլորին պատվոգրերի կապակցությամբ, շնորհավորում եմ Պարլամենտ ամսագրին իր անձնակազմին, հանձինս Գայանեին, սիրելի Գայանե, ձեր գործունեությունը հիմնված է բարձր պրոֆեսիոնալ որակի վրա, շնորհավորում եմ բարձր նիշ պահելու համար, շնորհակալ եմ, որ ինձ նույնպես դուք եք հայտնաբերել ու ի հայտ բերել որպես այս ոլորտի մասնակետ շատերի համար։ Բարի երեկո բոլորին, շնորհավորում եմ Պարլամենտի անձնակազմին և հանձինս Գայանե Ջահանգիրյանի, Գայանե ջան, ձեզ ուղեկցում եմ միշտ լավ ընտանիքը, որպես հանձինս Պարլամենտի, քանի որ դուք Պարլամենտը սարքել եք, դարձրել եք մեծ ընտանիք, որտեղ տիրում է հոգատարություն, ջերմություն, պրոֆեսիոնալիզմ և ինչպես միշտ առողջության հետ կապված դուք գտնում եք բոլոր մասնագիտական նոր մարդկանց, ովքեր որ կարողանում են ոլորտը զարգացնել և համալրել Պարլամենտի ընտանիքը։ Ձեր 15 տարիներին ես պատիվ եմ ունեցել ներկա լինելու 3 տարի և պարգևատրվել, որի համար խորին հարգանքս և շնորհակալությունս։ Սիրելի Գայանե, հրաշք հայրուհի, շնորհավորում եմ Պարլամենտի 15 տարվա կապակցությամբ, ցանկանում նորանոր բարձունքներ և շատ հաջողություններ։ Աստված օրհնի ձեզ և ձեր թիմի աշխատանքները։ Շնորհավորում եմ սիրով Գայանեի և Պարլամենտի ողջ թիմին 15-ամյա Լուկյանի առիթով նրանով վերելքներ և հաջողություններ։ Ողջունում եմ բոլորին, սիրելի Գայանե, թույլ տվեք շնորհավորել Պարլամենտ ամսագրի 15-ամյակը, մաղթելով նորանոր հաջողություններ, հարատև հրապարակումներ, ինչպես որ դուք մշտապես, այսպես ասած, ձեր գրագետ և կիրթ հրապարակումներով հանրության վստահությունն եք արժանացել, ուզում եմ դա հենց հարատև լինի։ Լինելով Պարլամենտ ամսագրի գործընկերը, չեմ կարող չնշել, որ մշտապես դուք պահել եք ձեր սկզբունքայնությունը, ինչպես նաև գրագետ և կիրթ հրապարակումները, ուզում եմ, որ անվարեք ամբողջ աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, որի կարիքը մենք այսօր առավել քան երբևէ ունենք։ Շնորհակալ եմ վստահության և իհարկե մրցանակի համար։ Ես նույնպես միանում շնորհավորամ թերին, Գայանե ջան, ես և եղբայրս ուզում ենք ձեզ մաղթենք ամենալավը, ձեր թիմին նույնպես, նաև ուզում ենք շնորհակալություն հայտնենք, որ ձեր միջոցով կարողացանք մեր գործունեության մասին լուսաբանենք, բայց ուզում եմ առանձնայնորեն ուշադրություն դարձնենք մեր գործունեության միջոցի մասին, Գայանե ջան, որ հենց ձեր ամսագրի միջոցով առաջինը կարողացանք լուսաբանել, որը թերևս մեր հասարակությանը շատ անհրաժեշտ է,
Դա խոսքը գնում է ալպիական լեռներում Հայաստանում արտադրվող հայկական ամառանտ թեյի մասին, որ ուզում եմ նշեմ, որ ինքը իրականում առողջարար է, յուրաքանչյուր ընտանիքին, յուրաքանչյուր անդամ կարող է տալ երջանկություն եւ առողջ ապրելակերպ։ Իդեպ հենց սա մեր օրինակն է, որը ձեզ սրտանց նվիրելու ենք Գայանե ջան, եւ ուզում ենք նաեւ շեշտել, որ մենք միակն ենք Հայաստանում, որ ունենք բոլոր հավաստակները, որ այն արտադրվում է Հայաստանում, 100% ալպիական լեռներում եւ էկոլոգիապես մաքուր։ Շնորհավոր եմ։ Բարև ձեզ, չնայած աշխատանքից հետո մենք բոլորս միգուցե մեզ հոգնած ենք զգում, բայց այստեղ այդպիսի մարդիկ են գտնվում, որ հոգնածություն չպետք է զգա, հուզիչ է եւ շատ ջերմ միջավայր։ Ես ինքս ուզում եմ իմ սրտի խոսքը մի 2 րոպեով տրամադրեք իմ խոսքին։ Հարգելի մասնակիցներ, շնորհակալություն եմ հայտնում ներկա գտնվողներին եւ բոլորիս կողմից շատ սիրված եւ հարգված Պարլամենտ ամսագրի գլխավոր խմբագիր եւ հիմնադիր Գայանե Ջանգելյանին եւ կազմակերպիչներին։ Յուրաքանչյուր ոլորտում գործունեություն ծավալող անձ, եթե սիրում է իր մասնագիտությունը, ձգտում է, որպեսզի դառնա իր ոլորտի առաջատարներից մեկը։ Ես լինելով բուժքույր, ունենալով 2 բարձրագույն կրթություն, երկար տարիների շնորհիվ անմնացորդ նվիրումով մասնագիտական ունակություններ ցուցաբերելով, ժամանակի ընթացքում անընդհատ ինքնակրթվելով, հրապարակած մշկությունը նաև խիղճ է գրքույկի հիման վրա 2024 թվականին Պարլամենտ ամսագրի տնօրինության հանձինս Գայանե Ջանգելյանի կողմից շնորհվեց տարվա լավագույն բուժքույր։ Բուժքրոջ մասնագիտությունը նախկինում Հայաստանի Հանրապետությունում դիտվում է որպես կատարող անձ։ Երբեմն կարևորություն չի տրվել եւ այն ստերվել է բժշկի մասնագիտության ընդգծումով, սակայն տարիների հետ առողջապահական համակարգի հետ զուգընթաց այսօր բուժքույրական գործը դիտվում է որպես առանձին մասնագիտություն, որն ունի իր տեղն ու դերը բուժհաստատությունների, ծառայություններից օգտվողների եւ պացիենտների բուժման գործընթացում։ Բուժքույրը իր աշխատանքային գործունեության շնորհիվ անմնացորդ իրականացնում է պացիենտի խնամքը եւ ուրախանում ամեն մի բուժվող պացիենտի համար, ցավում ու տարապում ոչ նորմալ ելքի համար։ Կուզենայի ընդգծել, որ ժամանակակից առողջապահական համակարգում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում գնահատվում եւ ուշադրությանն է արժանացվում բուժքրոջ մասնագիտությունը, ընդունել որպես առանձին մասնագիտություն։ Դրա վառ օրինակը նաեւ եւ ապացույցներից այն հանգամանքը, որ ես հիմա գտնվում եմ այստեղ եւ բազմաթիվ ոլորտներ ներկայացնող, բազմաթիվ շարքում ներկայացնում եմ բուժքրոջ մասնագիտությունը։ Այդ կապակցությամբ ուզում եմ իմ երախտիկի խոսքը եւ շնորհակալություն աղեն բժշկական ոլորտի այն մեծերին, որոնցից ընդօրինակելով այսօր զգում եմ, որ սերնդափոխությունը անցել է պատշաճ եւ օրինակելի։ Դարձյալ եւս մեկ անգամ շնորհակալական խոսքը հղում եմ Պարլամենտ ամսագրի տնօրեն եւ հիմնադիր Գայանե Ջանգելյանին, մաղթելով քաջ առողջություն, ցանկանալով, որպեսզի նմանատիպ նախաձեռնությունները կրեն մշտական բնույթ։ Շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար, որը կարելի ասել տարիների հետ ձեր կողմից ստեղծվել է մի հարթակ, որտեղ գտնվում են այն արժեքավոր մարդիկ, որոնց արժեքները բացահայտել եք դուք։ Ձեր աստվածային, մարդկային, ազնիվ եւ անշահախնդիր բնավորությունով եւ մարդկային բարձր հատկանիշներով։ Հպարտ եմ լինել եւ մնալ պարլամենտի անբաժան մի մասնիկ։ Վերջում կցանկանայի ընդգծել, որ չկան ոչ պիտանի մասնագիտություններ եւ յուրաքանչյուր մասնագիտություն իր որակյալ մասնագետներով ունի իր ուրույն տեղն ու դերը հասարակության բնականոն գործունեության բնակավարում։ Այս իսկ պատճառով վերջացնում եմ։ Այդ իսկ պատճառով հարգելի մասնակիցներ, մաղթում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը իր մասնագիտական ոլորտում հասնի նորանոր հաջողությունների եւ նպաստի իր ոլորտի զարգացմանը, ինչի շնորհիվ կբարելավի Հայաստանի Հանրապետության
սոցիալ-տնտեսական կարգավիճակը եւ ամենավերջում ընկածին չհարվածես, ճիշտ ու սխալը փողով չլուծես, մնա մարդ ամեն պարագայում։ Այսինքն ոչինչ չի կարող լինել ավելի արժեքավոր ու բարձր, քան հումանիստ մարդը, որի նշանաբանն է, մարդն այնպես պետք է ապրի, որպեսզի մահվանից հետո չմահանա։ Եվ վերջում, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, կարգախոսով Գայանե Ջանգիրյան ջան։